Ճիշտ ասած կառաջարկեմ մեր պատկան մարմիններին գնալ շուկա առևտուր անել, մեր թաղամասի միայնակ հաշմանդամ ծերերի համար մի քիչ միրգ գնեն ու գան ներքևը իջնեն ու այդ միրգը, այդ պայուսակները իրենք բարձրացնեն տարոն մեկ, այդ ժամանակ միգուցե հասկանան ու փորձեն այս խնդրին լուծում տալ։ Վանաձորի տարոն 1 թաղամասի բնակիչները հանրային տրանսպորտից օգտվելու հնարավորություն չունեն։ Թիվ 19 երթուղայինը տևական ժամանակ է, ինչ թաղամաս չի հասնում։ Բնակիչների խոսքով իրենք շուրջ 1 տարի բախվում են այս խնդրին, իսկ թե ինչու որոշեցին դադարեցնել սպասարկումը հասկանալի չէ։ Ուզենան են ձևել իրանց երթուղին անցենք ասեմ, եթե այս գողությունը լինի, թե չի եղնել։ Դուրս եկա, որ տրանսպորտ նստեմ, գնամ քաղաք, քաղաքապետարանում գործեր ունեի, լավ էր մարդիկ ասեցին, որ չի աշխատում, մի սպասի։ Ուրեմն պետք է իջնենք, ներքևից նստենք։ Այսպեսի վիճակում ես չեմ կարա իջնեմ քաղաք, ուզում եմ ման գամ, ուզում եմ ինչ որ մի զբոսայգի գնամ, տրանսպորտ չկա։ Բնակիչների տեղեկացմամբ տարոն 1-ում շատ են հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն։ Այստեղ 88-ի երկրաշարժից հետո կառուցված առաջին շենքերն են, որոնք հատկացվել են տուժածներին։ Իրանց համար էլ դժվար մարդիկ տաքսուց են օգտվում ու դա էլ ֆինանսական ծանր պայմաններ այս ժամանակներում այդքան հեշտ չի ամեն օր տաքսով իջնել քաղաք եւ հետ գալ։ Թաղամասում հաշմանդամություն ունեցողները շատ են, որոնք որ հենց օգտվում էին տրանսպորտային միջոցից, տարոն 1 թաղամասի 19 համարից եւ դժվարանում են հիմա ընդհանրապես թաղամասից դուրս գալ։ Իջնելը մի կերպ ոտներ կոտրելով մարդը իջնում է, բայց բարձրանալու ոնց որ սար ես բարձրանա։ Հանրային տրանսպորտի բացակայության պատճառով բնակիչները ստիպված են օգտվել տաքսի ծառայություններից, իսկ դա զգալի ֆինանսական բեռ է նրանց համար։ Տաքսիների բարձր սակագները հավելյալ դժվարություններ են ստեղծում, հատկապես նրանց համար, ովքեր ստիպված են ամեն օր երթևեկել։ Ես այս վերջերս հայրիկիս համար այնքան տաքսի եմ պատվիրել, որ աշխատավարձը հիմնականում գնացել է տաքսիների վրա։ Ֆինանսապես դա մեզ համար դժվար է, որտեղ Վանաձորի պայմաններում աշխատավարձի չափ բոլորս գիտենք։ Տարոն 1 թաղամասի բնակիչ Արարատ Շամհարյանն է, ով մեր նկարահանման պահին տուն էր վերադառնում խանութից։ Նրա խոսքով մոտ 700 մետր քայլել է, որ տուն հասնի։ Արդեն անտանելի է ամեն օր ոտքով գնալ գալը։ Ասում է վարորդները միշտ էլ քմահաճույքով են աշխատել։ Այն ժամանակն էր, որ կար, ընդամենը կես դրվիքի չափով հազիվ աշխատում էին, դուրս էին գալիս, համարյա թե տրանսպորտ չէր ելնում, իջնում էին գոտով, նորից բարձրանում, ըստ քմահաճույքի աշխատող տրանսպորտ ա եղել մեր 19 համարը։ Ամեն անգամ հո տրանսպորտը մենք չենք տաքսում փող տակ, բարձրանանք իջնենք, աշխատածները սկսենք, թե հո տրանսպորտը մենակ չենք տալու։ Լուսինե Սարգսյանը եւս բնակվում է տարոն 1 թաղամասում։ Նա հարյուրավոր բնակիչների հետ միասին ստորագրահավաք է իրականացրել, սակայն այդ գործընթացը եւս արդյունք չի տվել։ Ստորագրահավաքը հիմնականում նրան էր ուղղված, որ թաղամասը սպասարկող երթուղին աշխատի կանոնավոր, կես ժամ 1 գրաֆիկով, ոնց որ սահմանված է։ Եվ ստացվեց, որ մեր ստորագրահավաքը, ինչի համար որ արել էինք, ոչ միայն իր արդյունք չտվեց, այլև ընդհանրապես երթուղին դադարեցրին շահագործել։ Պատճառաբանում են, որ շահութաբեր չի։ 3 անգամ մրցույթ է դրվել, բայց շահութաբեր չի։ Իհարկե դա շատ աբսուրդ պատասխան է, որովհետև 7 թաղամասով անցնող երթուղին չի կարող շահութաբեր չլինել։ Ուղղակի ժողովրդավարություն կազմակերպության նախագահ Գևորգ Քոթանջյանը մեծ հետ զրույցում նշեց, որ նման խնդիր միայն տարոն 1 թաղամասում չէ, որ առկա է։ Հանրապետության 3-րդ քաղաքի մի շարք թաղամասերում հանրային տրանսպորտ չի գործում։ Նա հավելեց նաև, որ 2021 թվականին հանրային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ են եղել, եւ ըստ այդմ 10 տարի շահագործված ավտոբուսները այլևս երթուղի չպետք է դուրս գան, ելնելով անվտանգային նկատառումներից։ Սակայն քաղաքում այլ պատկեր է։ Մեքենաների յուրաքանչյուրը արդեն բնականաբար իր ժամանակը արդեն ավարտած մեքենան է եւ գերազանցում են 10 տարի, չի խզում այդ պայմանագիրը, մի ամբողջ համակարգ, այսինքն բարեկային ծառայություն, որ պետք է թույլ չտարես մեքենաների շահագործումը եւ ոստիկանությունի վերջը պետք է որտեղ խոսքը գնում է նաեւ ճանապարհային անվտանգության մասին։
մի ամբողջ համակարգ ուղղակի ձայն չի հանում, չի արգելակում եւ դրա դիմաց պետք է գոնե առնվազն սոցիալական խմբեր ստանային այդ ծառայությունը։ Խնդրի պարզաբանման համար փորձեցին կապ հաստատել Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաների հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Парцельный покрыш, номер которого набираете, находится в недосягаемости. Номер которого набираете, находится в недосягаемости. Բնակիչները բազմիցս դիմել են թե Լոռու մարզպետարան, թե Վանաձորի համայնքապետարան, սակայն հարցին որևէ լուծում չի տրվել։ Մեր անդրադարձից հետո Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջով հայտարարություն տարածվեց, որտեղ նշվում է, որ Վանաձորի հանրային տրանսպորտային համակարգը տարեվերջին կհամալրվի 45 ավտոբուսներով։ Իսկ թե դրանցից մեկը կամ երկուսը կհասնեն արդյոք տարուն 1 թաղամաս, դեռ պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե ինչքան է սպասելու թաղամասի բնակիչները։ Տիրուն Մարգարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Լոռու մարզ։